Հիբրիդային պատերազմը շատ վտանգավոր է, հիբրիդային պատերազմով պատերազմներ են հաղթում, բարդվում, հիբրիդային պատերազմի արդյունքում այնպիսի բաներ են լինում, որոնք հնարավոր չէ, ահա անդառնալի բաներ են լինում եւ մենք այս ամենի դեմն առնելու համար պետք է կանխենք այս ամեն ինչը։ Ես պետք է կիրառել մեթոդներ նույն սոցցանցային կամ ինտերնետային հարթակում վերացնել այդ էջերը, թույլ չտալ այդ այն որոնք անցնում են թույլատրելի սահմանները, պետք է հստակ սահմաններ ունենան մարդիկ, ինչն է կարելի խոսել, կարելին ու չի կարելին խառնել ենք իրար։ Ընտանիք, աշխատանք, քաղաքականություն բոլորը բերել են մեկտեղ եւ դառել է կեղտոտ բորշ, հա, որի մեջ ամբողջ հասարակությունն է թաթախվում, որի մեջ որը նաեւ սերունդներ է կրթում։ Այս երեխաները տեսնում են այնց բաներ են լսում, ուզենք չուզենք, այն դարում ենք ապրում, որտեղ երեխաներն ինտերնետից օգտվելու հնարավորություն ունեն, հեռախոսներ ունեն, տեսնում են, լսում են, այնպիսի բաներ են լսում երեխեքը, այնպիսի սերունդ են կրթում ու փչացնում նաև, հա, այս հիբրիդային պատերազմով սա դարձել է ազգային անվտանգության խնդիր, որի դեմը պետք է առնի իշխանությունը, դա միայն իրեն է հասու, հա, այս ամեն ինչի դեմն առնել, ինչը պետք է անել թե 26 թվական մինչև ընտրությունները եւ թե 26 թվականից հետո առհասարակ կապ չունի ով է իշխանությունը։ Խոսքի ազատությունն ու ամենաթողությունը չպետք է թույլ տալ խառնվեն իրար։